Հարգելի ներկաներ, հիմա կհրավիրվի իր խոսքով հանդես գալու Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր եւ Արցախի հանձնաժողովի պատասխանատու Աշոտ Հարությունյանը։ Համեցեք։ Շնորհակալություն։ Նախ թույլ տվեք ողջունել Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ պարոն Աբրամյանին, ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանին, ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, ինչպես նաև արիական արյամբ կանչով այստեղ բոլոր ներկա իսկական հայերին։ Ես մի բան եմ ուզում ձեզ ասել, որ ցեղասպանությունները շարունակվելու են այնքան, մինչև մենք չգիտակցենք դրանց ճանապարհը փակելու ուղին։ Ինչպես է կատարվել 15 թվականին մեր բնիկ հայրենիքում մեր ոչնչացումը, դրա պարզ օրինակը մենք տեսանք 2020 թվականին Արցախի հանրապետության հետ կապված։ Տեսեք, թուրքը երբեք չի գործում բացահայտ։ Սկզբում նա իր դարածոներին ներկրում է մեր ներսը եւ այդ դարածոները հայտնում են հենց իշխանական ոլորտում, ու այդ իշխանական ոլորտի դարածոների մեղքով մի ամբողջ ժողովուրդ 20 թվականին էլի ենթարկվեց ցեղասպանության։ Փառք Աստծո, որ կա Հայաստանի Հանրապետության այս մասը, մենք կարողացանք գոնե ապաստանել այստեղ։ Ես այսօր էլ մեր հայրենակիցներին ասում եմ, եթե վաղը այս Հայաստանն էլ չլինի, ինչ պիտի անեք։ Ասել է թե մենք պետք է գիտակցենք ովքեր են, որ իրականում պայքարում են հայոց ազգի շահերի համար եւ սատարենք հենց այդ մարդկանց։ Անձամբ ես մեր շուշեցիների հետ հանդիպումներում միշտ ընդգծում եմ, որ մեր միակ ուղին ցեղասպանությունից փրկվելու դանա է, որպեսզի մեր ամբողջ ուժով սատարենք Արևմտյան Հայաստանի Հանրապետությանը, որը միակն է, որ պաշտպանում է մեր շահերը, թե միջազգային հարթակներում, թե հենց Հայաստանի Հանրապետության ներսում։ Մենք դա պետք է գիտակցենք եւ պետք է ես միշտ էլ անդադ օգտագործելով իմ Facebook-յան էջը եւս անդադ կոչ եմ անում, որ մեր արցախյան հայությունը պետք է ամեն կերպ սատարի այսօրվա Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, որ Աստված մի առասցե, եթե հանկարծ ռազմական գործողություններ սկսվեն, մենք բոլորս լծվենք եւ այնպիսի մի հատ ջարդ տանք Թուրքին, որ ի վերջո նա հասկանա, որ պետք չի հայի համբերությունը միջևեջ փորձարկել։ Մենք տեսանք, նորից եմ ասում, 20 թվական, 23 թվական, ինչպես առյուծաբար կռվում էին թե Արցախի բուն զինված ուժերը, թե ինչպես էին կռվում նաև Հայաստանում այն զինվորները, որոնք եկել էին Արցախին օգնության։ Հերոսության այնպիսի օրինակներ կան, որ շշմեցուցիչ է։ Մենք գիտենք ներկաների, որոնք ադրբեջանցիների հետ գնացել են դիրքեր, արդեն պատերազմը վերջացած, եւ ադրբեջանցիները չիմանալով, որ մերոնք հասկանում են ադրբեջաներեն, ասել են, «Էս մի օրվա դիմադրության հետևանքով հազարավոր զոհեր կա ադրբեջանական, բա որ սրանք մի քիչ էլ դիմադրեին, ինչ կլներ ադրբեջանական բանակի վիճակը»։ Բայց այդ դիմադրությունը չեղավ միայն եւ միայն քաղաքական վերնախավի ընտրած դիրքի շնորհիվ։ Եվ մենք տեսանք, որ այդ քաղաքական վերնախավը առանց խղճի խայթի գնաց նույնիսկ Եվլախում ստորագրեց Արցախի հանրապետությանը լուծարման մասին որոշում, որ իհարկե անօրեն որոշում է զենքի ազդեցության տակ եւ այլն, դա կապ չունի, բայց ես բոլոր դեպքերում ասում եմ, մենք նախ եւ առաջ պետք է գնանք այն մարդկանց հետևից, որոնք վստահություն են ներշնչում, անձամբ իմ օրինակով ես ցույց եմ տվել շուշեցիներին եւ ասել եմ, որ ես գնում եմ պարոն Աբրամյանի հետևից, միայն մի բան, որ ինքը քիչ առաջ որ շեշտեց, Շուշիում է սկսել Արևմտյան Հայաստանի այդ կառավարության գործունեությունը եւ ես գիտեմ մարտական ուղիները, որ ինքը այնտեղ անցել է իր վարդագույն, հա, Մալինովի բերետ այդպես է, չէ, վարդագույն բերետները, դրանք վառ կերպով ցույց են տալիս ինչի է ընդունակ առյուծասիրտ հայը։ Ես մերոնց միշտ ասում եմ, եղեք առյուծ
եղեք արծիվ, բայց ոչ երբեք մի ընդունեք, երբ որ ինչ-որ մի քահանա ձեզ ասում է քրիստոնյա հոտ։ Ես չեմ ընդունում, որ առյուծը կարա լինի հոտ։ Եվ հորդորում եմ մեր Արևմտյան Հայաստանի կառավարությանը, որպեսզի այսուհետ եւս ջանք ու եռան չխնայեն մեր շահերը պաշտպանելու, ի վերջո ամբողջական Միացյալ Հայաստանը, որպեսզի մենք տեսնենք 2035 թվական, դա վերջին թիվն է, որ ես ձեզ ասում եմ։ Շնորհակալություն։